Փորձաքննության տարված մեքենաներն են հայկական կոնյակով, որ գեզիում կանգնած են 300 հատ, 10-15-20 օրով կանգնում են, 56 հատ թողեցին։ Միջև պարոն Պապոյանի այս հայտարարությունը հրապարակելը մենք գիտեինք, որ մեքենա են թողում, վարորդներից ասում էին համարները ասենք, տեսեք, ում մեքենան է, կարակ դուրս գաք տանից, գաք ձեր մեքենան վերցնեք։ Մենք ավելի շուտ ենք իմանում, պարոն Պապոյան, դուք ավելի լուրջ հարցեր լուծեք։ Հայաստանից Ռուսաստան ու եվրոպական երկրներ կոնյակ տեղափոխող բեռնատարի վարորդն է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Facebook-յան երեկվա գրառմանն արձագանքում։ Սիրելի կոնյակագործներ, այս 56 բեռնատարները կարող են Գեզի տերմինալից շարժվել Վերին Լարս։ Կոնյակ արտադրող ու արտահանող հայկական 10 ընկերությունների անուններ էր նշել էկոնոմիկայի նախարարը։ Նրանց բեռնատարները շուրջ 2 շաբաթ կանգնած են եղել վրացական Գեզի տերմինալում, մինչև Ռուսաստան ու Բելարուս տեղափոխող խմիչքի որակի ստուգման պատասխանները պատրաստ կլինեին։ Նախարարի նշած 56 բեռնատարներից 6-ում Arcontrade ընկերության կոնյակն էր։ Ընկերության տնօրեն Սուրեն Սարգսյանն ազատությանն ասաց, մի քանի ամիս առաջ մինչև 30 օր կամ ավելի երկար էին իրենց բեռնատարները Գեզի անցակետում կանգնում, հիմա 10-ից 12 օր, բայց ժամկետի կրճատումը չէր նրանց պահանջը։ Ամռանն օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին անում, որ հասկանան, ինչու է Վրաստանը սկսել դեպի Ռուսաստան կամ Բելարուս արտահանվող հայկական կոնյակի որակը ստուգել, եթե Վրաստանն այս դեպքում պարզապես տարանցիկ երկիր է, այսինքն այդ խմիչքն իրենց երկրում չի վաճառվելու, ուղղակի իրենց տարածքով է անցնում։ Անգամ եթե 10-12 օր են մեքենաները կանգնում վրացական անցակետում, միևնույնն է, ըստ Սուրեն Սարգսյանի, ընկերությունները ֆինանսական կորուստներ են կրում։ Մեքենաները ավելի ուշ կհասնան Ռուսաստան, եղանակի բերումով կարա լասը փակվի, կարող է չհասնենք մինչև նոր տարի հասնենք վաճառակետերին, հետևաբար այն բոլոր խմբականակը, որը չի հասնի ժամանակին վերջնական գնորդին, դրանք կմնան կդուտակվեն փետրվար ամիսների վաճառ չեն ունեն։ Կոնյակագործներն ու բեռնափոխադրողները Հայաստանի կառավարությունից պահանջում էին վրացի գործընկերներից բացատրություններ ստանալ ու հասնել նրան, որ այդ ստուգումները Վրաստանում դադարեցվեն։ Իսկ եթե որակի ստուգումների կարիք կա, ապա թող դա Ռուսաստանում անցկացվի, որովհետև ռուսական շուկայի համար է այդ ապրանքը։ Բեռնատարներից մեկի վարորդն ազատությանը պատմեց իր ունեցած տեղեկությունը։ Կոնյակի մասով ոչ մի բան չի փոխվել։ Փող կա, տալիս անցնում ես էլի։ Ամեն մեկը իր ձևով հարցը լուծում է, այդ ապրանքները անցնում են։ Հիմա կարան նենց անեն այդ ապրանքը չկայնի, բայց ուտի կարող ստավկեն շատ բարձր է, իրան զր չի տալի։ Ապրանքի տերերը հարցերը լուծում են դուրս է գալի էլի։ Առանց ստավկի ոնց որ ոչ մի բան չի գնում, ոչ մի կոնյակ չի անցնում։ Եթե չի կայնում, ուրեմն ստավկին մեծ է։ Փող էր աֆռում։ Օրերս էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր Թբիլիսիում Վրաստանի գյուղատնտեսության նախարարի հետ քննարկվել է այդ երկրի տարածքով հայկական բրենդի կոնյակ տեղափոխող մեքենաների արագ եւ անխոչնդոտ անցման ու կոնյակի փորձաքննության արդյունքների փոխադարձ ճանաչման հարցերը։ Վրացական կողմի պատասխանի մասին նախարարը ոչինչ չէր գրել։ Ազատության հետ զրուցած վարորդն էլ, որ հետագա խնդիրներից խուսափելու համար գերադասում է անանուն մնալ, իր փորձով է պատմում, թե Վրաստանում ինչպես են ստուգվում նույն գործարանի կոնյակը եվրոպական երկրներ ու Ռուսաստան եւ Բելարուս տեղափոխվող բեռնատարները։ Ես հենց հիմա հայկական կոնյակով գնում եմ Եվրոմիության պետություն։ Էական չի որ պետություն։ Ռուսաստանի տարածքով էլ տարանցիկ եմ անցնում։ 5 րոպեում Վրաստանը ձևակերպել է։ Տենակ ինչ զգաստորեն են մոտիկանում այդ փաստաթղթերի, որ տենում են ինքը Եվրոմիությունն է գնում, ու սա առաջինը չի, էլի եմ տարել։ Նույն գործարանի մեքենան ինձ հետ բեռնվել է Ռուսաստան, իրան տարել են փորձաքննության, ինձ նույն գործարանի կոնյակով Եվրոմիություն գնալուց ինձի թողել են։ Ինչի Եվրոմիություն գնացած կոնյակները նույն գործարանների կոնյակներն է։ Ինչի չի տանում փորձաքննության։ Ինչի է միայն Ռուսաստանի ու Բելարուս գնացող կոնյակները տանում փորձաքննության։ Վախում են Եվրոպայից, հա։ Վարորդները հարցնում են, Պապոյանը Թբիլիսիում հետաքրքրվել է վրացի մաքսավորները կաշառք պահանջում են հայաստանցի բեռնափոխադրողներից։ Իսկ ամռանը բողոքի ակցիաների դուրս եկած կոնյակագործներն ամիսներ շարունակ էկոնոմիկայի նախարարությունից այդպես էլ չեն ստացել հարցի պատասխանը, ինչու եւ ինչպես Վրաստանը որոշեց ստուգել ռուսական շուկա հասնող կոնյակի որակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ավելի վաղ հայկական կոնյակ արտահայտությանն անդրադարձել ու ընդգծել Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, այլ միայն Ֆրանսիայի կոնյակ երկրամասում աճեցված խաղողից է ստացվում։ Հետևաբար հայկական կոնյակ չի կարող լինել։ Իսկ խորհրդարանում Հայաստանից արտահանվող ապրանքատեսակների որակին անդրադառնալիս նաև կոնյակից էր խոսել։ Ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների գոյությունը լծակա մեր սուվերենությունը սահմանափակելու։ Կներեք, մենք չենք կարող մի ֆուր չայով գույն տված բանի, յաթրջի արաղը, որի անունը դրածակ կոնյակ, հիմի
բա ինչ անենք, բա ասենց այս վիճակից ոնց դուրս գանք, հիմի ընտրություն կատարենք դրա միջև, թե մեր անկախության միջև, ու գնանք մտածենք, ասենք, հա, բայց այնուամենայնիվ եկեք մի հատ քննարկենք։ Ինձ համար տենց քննարկում չկա։ Եվ այս ամեն ինչը, այն որ լսում ենք, կապ ունես process-ների հետ։ Վարչապետի այս հայտարարությունից նեղսրտել էին հատկապես բեռնափոխադրողները, որոնք իրենց փակ խմբերում քննարկում են՝ միգուցե Ռուսաստանը ստուգի իր երկիր մտնող ապրանքի որակը, ոչ թե Վրաստանը, կամ գուցե Հայաստանն արգելի երրորդ երկրներից անորակ սպիրտի ներկրումը Հայաստան, որից էլ հիմնականում հենց այդ ոչ բարձր որակի կոնյակն է ստացվում։